Բայց տեղեկություններ կա, որ ասել են ովքեր չառաջադրվեն։ Ես պարոն Փաշինյանի հետ չեմ խոսել այդ հարցով, պարոն Փաշինյանը երբևիցե, ես չգիտեմ Նարեկ ինչ ինֆորմացիա ունի եւ Նարեկին ոնց են վերաբերվել, երբևիցե իրեն ճանաչած առաջին օրվանից որևէ մի օր ինքը իմ ազատ կամ արտահայտման վրա ազդեցություն չի ունեցել եւ դա չէր կարող լինել։ Ղազարյանին ասում էր, որ պետք է SMS-ով պետք է հեռանալ խմբակցությունից, դա ազատ կամքի վրա։ Դուք ասում եք ինձ, ես ասում եմ իմ հետ նման բան չի եղել, եթե մարդիկ այնպես են, եթե կան մարդիկ, որոնք ունենում են այնպիսի վարքագիծ եւ հետագիծ, որ լավ չեն ընկալում ինչա կատարվում եւ իրանց պետքա բացատրել ինչա կատարվում, այդ մարդկանց խնդիրն է։ Ես ասում եմ, ես այդ խնդիրը չեմ ունեցել։ Ես միշտ իմացել եմ ինչա պետք անել։ Բայց սա չի խոսում այն մասին, որ խնդիրներ այնուամենայնիվ խմբակցությունում կան, որովհետև էլի պատգամավորներ կան, որոնք չեն ցանկանում։ Ես հասկանում եմ, դուք ինչ շատ եք սիրում։ Ուզում եք ես մնամ խորհրդարանում։ Տեսեք, եթե ես չեմ կանգնում այստեղ եւ ճեպազրույց տալիս եւ դա չի նշանակում, որ ես пассив եմ։ Ես իմ հանձնաժողովում իմ ամենօրյա աշխատանքը արել եմ, այն ինչ հասնում է ինձանից ես արել եմ։ Եթե պետքա քաղաքական ես հասանք պատարակներին, անկեղծ խոսում եք դրամասին խոսալ։ Դա որովհետեւ ընկալվում է որպես աջակցություն վարչապետի։ Լավ, հիմա ես այդ թեմային չէի ցանկանում անդրադառնալ, բայց ես Նարեկը ստիպեց։ Ես առհասարակ պատարակների չեմ գնում, շատ վաղ ժամանակ հասկացել եմ եւ դրա մեղավորը եւ ճակերտավոր եղել է հենց Գարեգինը եւ իր քահանաները, դա այսօր չի եւ 18 թվականից հետո չի որ եղել։ Ես իմ համար հասկացել եմ, որ այդ մարդիկ էտալոնը չեն, որտեղ ես պիտի պատարակի գնամ, իրանց վարքը նաեւ 30 տարվա ընթացքում բերել է ինձ այդ մտքի, որ եթե ես Աստծո հետ խոսելու բան ունեմ, իմ միջնորդը ոչ Գարեգինը, ոչ նրա նման քահանաներն են, ոչ էլ շենքը, եթե ես Աստծո հետ խոսալու կարիք ունեմ, ես հիմա ձեր հետ այստեղ կանգնած եմ, կարամ Աստծո հետ խոսամ, դրա համար ինձ պետք չի որևէ տեղ գնալ։ Իսկ եթե ես 30 տարի Աստծո տունը ամբողջ տիեզերքն է։ Եթե Աստված ամեն տեղ է, դե ես էլ ձեզ ասում լավ չեք ընկալում ուրեմն քրիստոնեությունը, եթե Աստված ամենուր է եւ ամեն ինչի մեջ, ուրեմն Աստված իմ ու ձեր մեջ է ու իր համար տուն գոյություն չունի։ Իր սաղ տունը տիեզերքն է։ Պաուսյան ձեր հավատել կապ դուք մի հայտարարություն արեցիք մի քանի տարի առաջ, որը բավականին քննարկվեց, որ եթե մի տող անգամ Փաշինյանը գրեր բյուջեում, դուք դրան կգրավեք։ Դուք չէիք կարող դա մոռանալ, չէ՞։ Այո։ Հիմա ձեր հավատը Նիկոլ Փաշինյանի հանդեպ եկեղեցին դուք Ես լսեցի, ես ձեզ հասկացա։ Հիմա ես հավատ այդքան աստասան է մնալու միշտ եւ ինչով է պայմանավորված Փաշինյանի հանդեպ մեծագույն հավատը։ Okay։ Ես հասկանում եմ, որ 18 թվականի ամփորձ քաղաքական ամփորձ մարդու արտահայտությունը դուք շատ երկար ժամանակ շահարկեցիք։ Իդեպ ես շատ կարևոր հարց էի բարձրացրել։ Ես հարցնում էի պարոն Փաշինյանին, ինչպես ենք մենք կարողանալու ազատվել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից, ինչ քայլեր ենք անելու։ Դա ձեզ էական չէր։ Իսկ խոսքը ձևակերպելը, եթե դու փորձ չունես քաղաքականությամբ, դա ամոթ բան չի, ես չեմ ամաչում։ Ես ամեն օր սովորում եմ։ Այսօր ձեր հետ զրուցելուց ես այդ կաշկանդվածությունը չունեմ։ Դա համար պետք էր ճանապարհ անցնել։ Ես քաղաքական ճանապարհ չէի անցել, որ այդպեսի բան ասել։ Ինչ վերաբերում է պարոն Փաշինյանին, եթե ես վստահ լինեի, որ ինքը վատ բան անում կամ սխալ բան անում, ես շատ ավելի շուտ կհեռանայի։ Ես վստահ եմ, որ ինքը ճիշտ ճանապարհով է գնում եւ վստահ եմ, որ ինքը Հայաստանի համար լավագույնն է անում եւ դուք իհարկե կարողա չեք ճանաչում այդ մարդուն, դրա համար չեք այդտենց ռեակցիա եք տալիս։ Ես չգիտեմ ավելի պետականամետ եւ Հայաստանը ավելի շատ սիրող մարդ, քան Նիկոլ Փաշինյանն է։ Ինչ բարեբարքություն։ Ես անկեղծ ասած չգիտեմ ինչ էթիկայի կանոնագրքի մասն եք խոսում, չեմ հանդես։ Ինչ են հայոյելու։ Վարչապետարավոտ եւ գրի Facebook-ում սրբած անունից հետ ինչ գործ ունես, գնա քերակնոջը տոմփիր, երևի դա զսպել։ Վարչապետը արդեն ասել է, որ ինքը չպետք է այդպես աներ, ինքը իր ասացի համար նեղություն խնդրում, եք չեք ստիպում ես։ Ես չեմ ասել դες բանից չեք ստիպում ես նեղություն խնդրեմ։ Հնչում են հայոյանքներ, հապական տարբեր պաշտոնյաների կողմից արտահայտությունների, որոնք ըստ էթիկայի կանոնագրի, որ ընդունել են պետք է չունենային, եւ հիմա այս բան, այսինքն
Շողիկ ջան, ես երբեք ոչ մեկին չեմ հայոյել։ Ես կարծում եմ հայոյանքը վատ բան է, հատկապես քաղաքական դաշտում։ Հայոյում եմ արդեն ժամանակ եւ սպառվում են փաստարկները։ Չի կարելի հայոյել ոչ մեկին։ Նույնիսկ եթե ինձ ահա որ դուր չի գալիս Նարեկի հարցերը կամ այն խայթոցները, չի կարելի Նարեկին հայոյել։ Ոչ մեկին չի կարելի։ Հիմա եթե որևէ մեկը օրինակ նեղված ա եղել կամ զայրացած ա եղել, նման ձև արտահայտվել, հետո ասում ա կներեք, ես այդպես էլ չեմ անելու, նորմալ ա, բան մեծահոգի գտնվեք, աստծուց ենք խոսում։ Նիկոլ Փաշինյանը գրում էր հենց այդ գրառումը, հա, ներողություն դոմփելու մասին, դուք անձամբ իրեն ասել եք, որ դա ճիշտ չի, ասում եք ընկերներ ենք։ Ես կառավարական շենքում չեմ եղել, որ ասեմ պարոն Փաշինյան մի գրեք։ Գրառումների մասին է խոսքը։ Ես չի եղել այդպես, որ շփում ունենամ պարոն Փաշինյանի հետ, որ ունենայի հաստատ կասեի պարոն Փաշինյան, դուք ուրիշ մակարդակի մարդ եք, մի արեք տենց, նույնիսկ եթե զայրացած եք, կասեի, բայց առիթ չի եղել։ Շնորհակալ։ Ձեզ եմ շնորհակալ։